Բարի օր, այսօր միասին կպատրաստենք օնիգիրի։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է նորի, սաղմոն, թյունոց ձկան պահածո, բրնձի քացախ, կապար, կծու պղպեղ, քունջութի յուղ, ձիթայուղ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Ընթացքում իհարկե կլինեն ուրիշ բաղադրիչներ, սրանք այդպես ասած հիմնական բաղադրիչներն են։ Սկսելու ենք տապակը կրակին դնելուց։ Մի քանի կաթիլ ձիթայուղով կտապակենք մանր կտրատած գազար։ Տեղադրենք տախտակը։ Կվերցնեմ 1 գազար։ Իսկ գազարը կկտրատեմ մանր խորանարդիկների։ Կարելի ասել բրնձի հատիկի չափ կտրատել։ Այժմ պատրաստենք օնիգիրի հիմքը։ Փոքրիկ կաթսա ենք դնում կրակին։ Լցնում ենք 3 բաժակ եռացրած ջուր։ Համեմում ենք մառանիկ ընկերության քրքումով, բրինձ ենք եփելու, որպեսզի բրինձը ոսկեզօծ երանգ ստանա։ Այժմ անդրադառնանք բրնձին։ Վերցրել եմ մառանիկ ընկերության կլոր բրինձ։ Մեկ ու կես բաժակ բրինձ, հոսող ջրի տակ լվանում ենք շատ լավ, կարելի ասել 5 անգամ լվանում ենք։ Լվանում ենք այդպես 5 անգամ։ Պետք է վրայի փոշին լվացվի։ Այնքան է պետք լվանալ, որ ջուրը թափանցիկ կանա։ Այդտակից թափվում է, պետք է լինի թափանցիկ այդ ջուրը։ Լցնում ենք եռացող ջրի մեջ, աղ չենք անում։ Եկի խառնում ենք, ծածկում ենք կափարիչով և մալմանդ կրակի վրա եփում ենք մինչև հեղուկը քաշվի։ Տապակվող գազարին ավելացնում ենք քաղցր պղպեղ։ Կվերցնեմ կարմիր քաղցր պղպեղ և կանաչ հալապենո կծու պղպեղ։ Սրանք էլ հարկավոր է կտրատել բրնձի չափ։
կտրատենք նաև հալապենո պղպեղը, հեռացնում ենք պտղա կոթեն և սա էլ մանր կտրատում ենք։ Կարելի է նաև սերմնատուփը հեռացնել։ Լավ է, որքան որ մնաց ոչինչ։ Սա էլ ենք կտրատում բրնձի չափ։ Այս փնջին կմասնակցի նաև նեխուրի ցողունը, մեկ փոքր ցողուն նեխուր ենք կտրատում։ Այս տապակվող բաղադրիչները խառնելու ենք բրնձի հետ։ Դա է պատճառը, որ հենց նրա չափի ենք կտրատում, որ լավ խառնվի։ Անմիջապես կկտրատեմ նաև սոխ սավզի, կտրատում ենք նույն կերպ, կվերցնեմ 3 սանտիմետր, 4։ Անմիջապես նեխուրի հետ սոխ սավզի լցնում ենք տապակվող բաղադրիչների վրա և խառնում։ Համեմում ենք Մառանիկ ընկերության օրեգանոյով, չոր օրեգանոյով, աղով և սխտորի փոշով։ Կարելի է նաև օգտագործել 4 պղպեղ։ Սա տեղափոխում ենք թափանցիկ թասի մեջ, օգնության է գալիս սիլիկոնե բահիկը, թող մնա սառչի։ Սա խառնելու ենք բրնձի հետ։ Մաքրենք սեղանը, տախտակը և անցնենք առաջ։ Օնիգիրին դա բրնձի զանգված է, որի մեջ խճողում են տարբեր խճողակներ։ Ես վերցրել եմ թյունոս ձկան պահածո։ Հիմա սրանից կպատրաստենք օնիգիրի համար միջուկ։ Մեկ պահածո եմ վերցրել։ Հեղուկը չենք օգտագործում, իսկ թյունոսի միսը 120 գրամ է, լավ է, արդեն քամել էի նախապես, տրորում ենք, ավելացնում ենք 1 ճաշի գթալ մայոնեզ, կես թեյ գթալ մանանեխ, դնենք
այստեղ հանգիստ աշխատենք։ Կծու սոս, չիլի կծու սոս ենք ավելացնում կես թեյի գթալ։ Համ տեսենք։ Շատ քիչ, մի պտխոնց կարելի ասել։ Մառանիկ ընկերության աղենք ավելացնում, աղացած սև պղպեղ, կանաչ սոխ, ցանկալի է որ լինի բարակ, այսպիսի ցողուններ, փետուրներ, կանաչ սոխին ասում են փետուրներ, կանաչ սոխի փետուրներ, մեկ փոքր փունջ, սրա մի մասը օգտագործենք թյունոս ձկան խճողակի համար, մյուս կեսը կասեմ ավելի ուշ, սրա կեսը լցնում ենք թյունոս ձկան վրա, մյուս կեսը թափանցիկ թասի մեջ։ Սա կլինի մյուս խճողակը։ Սաղմոնով խճողակը կլինի։ Խառնում ենք ևս մեկ անգամ։ Սրան հանգիստ թողնենք։ Այժմ մշակենք սաղմոնը։ Այստեղ 300 գրամ սաղմոն է, կվերցնեմ սրա կեսը, կամ 1/3-ը, կեսը լավ է, կտրատում ենք մանր խորանարդիկների։ Ինչու ենք մանր կտրատում, որ հեշտ լինի աշխատելը, խճողելը։ Սաղմոնը սառը ապխտած էր, այդպես էին մշակել նրան։ Լցնում ենք մանրացրած կանաչ սոխը։ Տեսնենք ինչ է կատարվում, ջուրը քաշել է, անջատում ենք կրակը, թողնում ենք մի 5 րոպե հանգիստ նրան, սաղմոնի խճողակին կառաջարկեմ ավելացնել 1.5 ճաշի գթալ աղաջրի մեջ պահածոյացված կապար։ Թեթևակի մանրացնում և լցնում ենք։ Արի այստեղ։ Սաղմոնը համեմեմ մառանիկ ընկերության աղացած սև պղպեղով մի փոքր, մի քանի կաթիլ լայմի հյութով, անմիջապես թյունոս ձկան խճողակի վրա էլ կքամեմ լայմը։ Փաստորեն կես լայմ 2 խճողակի համար։ ԵՒս մեկ անգամ խառնենք և արդեն հանգիստ թողնենք լցոնները, անցնենք հիմքին, բրնձին, սրան էլ կարելի գթալ վերցնել, գթալով ավելի հարմար կլինի խճողելը։
Այժմ քանդենք բրինձը։ Վերցնում ենք փայտիկներ եւ զգուշորեն այսպես բրինձը քանդելով լցնում ենք թասի մեջ։ Լավ այսք։ Տապակված բաղադրիչները լցնում ենք վրան։ Այսպես քիչ-քիչ լցնում ենք եւ չէ, ամբողջը լցնում ենք եւ զգուշորեն տակն ու վրա անում։ Ավելացնում ենք քունջութի յուղ 2 ճաշի գթալ։ Ավելացնում ենք մոտ 2 ճաշի գթալ սոխի չիփս։ Կրկին տակն ու վրա անենք։ Դուք ձեր գործը արեցիք, դուք ազատ եք։ Այժմ ինչ ենք անում, վերցնում ենք թաս, որի մեջ լցնում ենք սառը ջուր, համեմում ենք մառանիկ ընկերության աղով, եթե հիշում եք, բրինձը խաշելիս աղ չեմ արել։ Բրինձին աղը հասնում է այսպես, մի փոքր էլ իհարկե խճողակի հաշվին։ Այժմ վերցնում ենք բրինձից, գունդ ենք ձևավորում, մեզ իհարկե պետք կգա գունավոր հարթությունը, բարև։ Մոտ 100 գրամ բրինձ, այսպես, գնդում ենք, որից հետո շատ չենք սեղմում, զգուշորեն ենք անում, խորոճ ենք բացում, դնում ենք խճողակից, սկսենք թյունոզկան խճողակից, այսպես սեղմում ենք, վրա ենք բերում բրինձը, և փորձում ենք եռանկյուն ձև տալ։ Ստացանք եռանկյուն։ Այժմ գունավոր հարթության վրա դնում ենք նորի, սա դնում ենք կենտրոնում, հետևի մասով կենտրոն, մի քիչ էլ առաջ, պետք է փաթեթավորենք։ Լավ է, լայն է, բայց ոչինչ, ասում այստեղ կանոնները դուք ինքներդ եք թելադրում և փաթեթավորում ենք, կարելի է մկրատով կտրել ավելորդ մասերը։ Սա էսպես, սա էլ էսպես, նույն բան անում ենք հակառակ կողմից։ Փաստորեն նորին լայն էր, կարելի է նեղացնել մի փոքր։ Սա այսպես, սա էլ այսպես։ Վերջ ավելորդ մասը կտրում ենք և դնում ենք մատուցվող ամանի մեջ։ Արի այստեղ։ Այսպիսին է մեր օնիգիրին։
Նույն կերպ խճովում ենք մնացածը եւ սաղմոնով եւ թյունածկան պահածոյով։ Օնիգիրի համար կառաջարկեմ սոուս 3-4 ճաշի գթալ սոյա սոուս, 1 ճաշի գթալ լեմոնգրաս եւ 1 թեյի գթալ վասաբի։ Խառնում ենք եւ մատուցում օնիգիրի հետ։ Օնիգիրի 3 բաժակ եռացրած ջրին քրքում, լավ լվացած 1.5 բաժակ կլոր բրինձ ավելացնել, եփել մինչև հեղուկը քաշվի։ Ձիթայողով մանր կտրատած գազ արտապակել, նույն չափի կտրատած քաղցր եւ կծու պղպեղներ, նեխուրի ցողուն, սավզի սոխի ցողուն ավելացնել, համեմել չորացրած օրեգանոյով, աղով, սխտորի փոշիով, 4 պղպեղ համեմունքով, լցնել թասի մեջ, սառեցնել։ Միջուկի համար պահածոյացված թյունոց ձկան ջրքամած միսը տրորել, մայոնեզ, մանանեխ, չիլի կծու սոուս, աղ, սև պղպեղ, կտրատած կանաչ սոխ, լայմի հյութ ավելացնել, խառնել։ Երկրորդ միջուկի համար սառը եղանակով ապխտած սաղմոնը մանր կտրատել, լցնել մանր կտրատած կանաչ սոխի վրա, մարացրած կապար ավելացնել, համեմել սև պղպեղով, լայմի հյութով, խառնել։ Բրինձը լցնել թասի մեջ, ավելացնել տապակած բանջարեղենը, քունջութի յուղ, սոխի չիփս դնել, զգուշորեն խառնել։ Սառը ջուրը համեմել աղով, ձեռքերը թրջել աղաջրի մեջ, բրինձի խճողակից գունդ ձևավորել, մեջը փոսանել, միջուկ դնել, գնդի ձևը վերականգնել, գնդին եռանկյան ձև տալ։ Եռանկյունին նորի ջրիմուրի շերտով փաթեթավորել, դնել մատուցվողամանի մեջ, նույն կերպ մյուս միջուկով էլ օնիգիրի ձևավորել։ Սոուսի համար սոյայի, լեմոնգրասի սոուսներ եւ վասաբի խառնել, մատուցել օնիգիրիների հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք գառան միս, բանջարեղեն, հալած յուղ, չրեր եւ ընտրյալ հատի քամի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։